Շատ արագ փոփոխվող իրադարձություններ, շրջադարձային ձեռքսեղմումներ ու անսպասելի փոխայցեր, ինչպիսին էր 2025-ի քաղաքական տարին, ամփոփում ենք քաղաքագետ, հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Թերևս սկսենք ձեզ համար որպես քաղաքագետ տարվա ամենակարևոր կամ գուցե անսպասելի չկանխատեսած իրադարձությունը որն էր։ Չկանխատեսած կամ անսպասելի չեմ կարող ասել, բայց կարևորը կարող եմ ասել երկու իրադարձություն՝ Աբու Դաբիի հանդիպումը եւ Վաշինգտոնի հռչակագիրը։ Ժամանակագրորեն դեռ կանդրադառնանք իրադարձություններին, այդ թվում ձեր նշածներին, բայց սկսենք երևի թե Ադրբեջան այցից, որովհետեւ որպես այդպիսին դա պատմական կարելի է ասել այդ, երբ քաղաքասարակության ներկայացուցիչները ինչ-որ չափով սեփական նախաձեռնությամբ կազմակերպում են։ Մի քիչ շատ խոսվեց վերջին շրջանում այդ մասին, մի քիչ կուլիսային իրադարձություններից խոսենք։ Նախ երբ եւ ոնց որոշվեց, ծնվեց գաղափարը, ինչպես կապ հաստատվեց, որովհետեւ այնքան էլ բաց չի կապը ադրբեջանցիների հետ ու մշտապես չի եղել բաց, որ նամակագրություն կարողանաք պահել եւ այլն։ Անցնող 2-3 տարիների ընթացքում բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այսպես մեդիատոր կազմակերպություններ կազմակերպում էին հայաստանցի եւ ադրբեջանցի փորձագետների միջև փակ կլոր սեղաններ, հանդիպումներ, խորհրդակցություններ եւ այդ բազմաթիվ խորհրդակցությունների ու քննարկումների ժամանակ մշտապես գաղափարը նրա, որ ինչ որ պահի անենք դա երկկողմանի փոխադարձ մայրաքաղաքներ այցելություններով եղել է եւ բնականաբար նման փորձագիտական հանդիպումների մասին կողմերը իրենց մայրաքաղաքների վրա դառնալուց հետո կոմունիկացնում են, տեղեկացնում են իրենց իշխանություններին, սա որոշ չափով նաև այսպես խորհրդապահական խողովակ է որպես աշխատում, երբ որ մտքեր են գեներացվում, այսպես կարծիքներ են փոխանակվում եւ դրանց մասին պատմում են իրենց մայրաքաղաքներին։ Եվ այդ գաղափարներից մեկը, ինչպես նշեցի, այդ երկկողմանի այցերն ու դրա մասին մենք բազմիցս ենք որպես գաղափար ներկայացրել։ Մենք Հայաստանում ադրբեջանացի փորձագետները Բաքվում այդ գաղափարները բազմիցս են ներկայացրել։ Ինչ որ պահի դա դարձավ քաղաքականապես հնարավոր։ Այդ հնարավորությունը մեզ ընձեռնվեց, եղավ ուրեմն պատրաստակամություն երկու մայրաքաղաքների կողմից թե ուրեմն համապատասխան թույլտվությունները տալու, թե անվտանգությունը ապահովելու, թե ֆինանսական հատկացումներ անելու եւ սկզբից կազմակերպվեց ադրբեջանցի փորձագետների այցելությունը Երևան, դրանից մոտավորապես 1 ամիս հետո կազմակերպվեց պատասխան այցը Ադրբեջան։ Ինչու առաջինը ադրբեջանցիները։ Ինչ որ կար որևէ նման բան, թե ինչու հենց առաջին իրանց այցելությունը կամ մերը չկար, կարծում եմ եթե օրինակ հակառակ լինեն, իսկ նորից նույն հարցը լիներ, թե ինչու առաջին հայկական կողմի այցելությունը, ինչու մեկը պետք է սկսեր, դա սկսեցին ադրբեջանական կողմից։ Այդ բանի վերաբերյալ թե ինչպիսին էր պետության դերակատարությունը, ինչպիսին էր քաղաքասարակության դերակատարությունը, շատ հստակ է։ Քաղաքասարակությունը եղել է գաղափարի հեղինակն ու կազմակերպիչ, պետությունը եղել է դրա աջակցողն ու այսպես ամեն ինչով ապահովողը առնվազն այս փուլում դա շարունակվում է եւ շատ կարեւոր է որ այս նախաձեռնությունը ոչ թե մեկ անգամի այցելությունների մասին է, այսինքն մի հատ իրանք եկան Երևան, մի հատ մենք գնացինք Բաքու, այլ դա ավելի շատ երկարաժամկետ նախաձեռնություն է, որտեղ երկրորդ հանդիպման ժամանակ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ նախաձեռնությունը արդեն անուն ունի, ինքը կոչվում է խաղաղության կամուրջ նախաձեռնություն եւ մենք պայմանավորել ենք, որ ինքը լինելու է շարունակական ու առաջիկա 6 ամիսների պրոյեկտներ ենք մշակում, թե ինչ ենք իրար հետ անելու եւ այցելությունները շարունակվելու են։ Այսինքն նաեւ ամեն շաբաթյա թերևս եթե ոչ ամենօրյա կապի մեջ եք։ Մենք մշտական կապի մեջ ենք եւ այո, պրոյեկտներ ենք քննարկում, նախագծեր ենք քննարկում, գաղափարներ ենք քննարկում։ Դուք երևի թե նաեւ տեղյակ եք, որ կա այդպես Երևանի եւ Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնությամբ կազմակերպված ամեն շաբաթյա on-line հանդիպումները, որոնք որ հեռարձակվում են եւ որոնց ընթացքում մենք շաբաթվա իրադարձություններն ենք քննարկում հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ։ Պաշտոնական հաղորդագրություններից դուրս այցից առաջ մտավախություններ, անհանգստություններ, թեկուզ ընտանիքի անդամների կողմից եւ այլն կային ու արդյունքում երբ այնտեղ էիք, ինչ զգացիք, շոշափելի ինչ տեսակ։ Անհանգստություն անկեղծ ասած ինձ մոտ չկար, որտեղ ակնհայտ էր, որ ամեն ինչ կազմակերպվել է շատ բարձր մակարդակով, ինչպես որ դա տեղանոց Երևանում, ինքեւ տեղի պետք է ուներ Բաքվում։ Իհարկե ընտանիքի անդամների մոտ կար մտավախություն, կարող եմ ասել, որ ամենաշատ մտահոգությունը եթե կար կնոջս մոտ, ով մինչև վերջին պահ բավականին այսպես մտահոգ էր եւ անհանգիստ էր այդ այցի հետ կապված։ Ինչ վերաբերվում է այնտեղ լինելուն, գիտեք, շատ այսպես սյուրռեալիստական էր
ինքնաթիռ նստելը, այդ ինքնաթիռը բարձացավ, գնաց դեպի Սևան, Սևանը անցավ շփման գիծը, մենք վերևից տեսանք շփման գիծը, ուրեմն Գեղարքունիքից արևելք ընկած հատվածում, հետո մտանք Ադրբեջան, ու շատ սյուրռեալիստական էր լինել Ադրբեջանի օդային տարածքում, Մինգենչաուրի ջրամբար, ուղիղ չվերթով, նստեցինք Բաքվի аэроպորտում, երբ պատոնից տեսանք գրված Բաքվի օդանավակայան, մինչև վերջին պահը երևի թե մի քիչ հավատը չէր գալիս, որ այդ երկաթյա վարակույրն է սանցը եւ գտնվում է այլևս հակառակ կողմում։ Բայց պետք է ասեմ, ինչպես բազմից եմ նշել, ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված, որևէ ինչ-որ տհաճ միջադեպ, տհաճ պատահար չի եղել։ Հնարավորություն է եղել նաև Բաքվում շրջելու, բնականաբար անվտանգության ուղեկցությամբ, բոլորը իրենց հայտնի այդ վայրերը կլինի դա Ձևիչյա բաշնյա հայրեն երևի աղջկա աշտարակ, հա, չգիտեմ, բուլվարը, ծովափնյա եւ այլն, ամեն ինչը տեսել ենք։ Հայ հանրության որևէ հատված, թե իրենց այցի ժամանակ, թե ձեր այցելության ժամանակ, ինչ որ թիրախավորումների ալիք բարձրացրեցին։ Արդյոք նույնը նաև ադրբեջանական կողմում կար, հետևել եք լրահոսին։ Իհարկե մեր հասարակությունները եւ մեդիայի աշխատանքը շատ տարբեր են, եւ այն բազմակարծությունը եւ այն ուրեմն ես նույնիսկ ասեի անհաշվետվողականությունը եւ այն քաղաքական օրակարգերի բազմազանությունը, որը որ կա Հայաստանի մեդիադաշտում, բոլորովին այլ Ադրբեջանի մեդիադաշտում, իր բոլոր դրական եւ շատ հազվադեպ տեղտեղ բացական հետևանքներով հայկական կողմի տեսանկյունից, ասածս բնականաբար չի նշանակում, թե այս կողմը որևէ սահմանափակումների կամ ճնշբռնաճնշումների ազատ մամուլ եւ ազատ խոսքի վրա, հակառակը ավելի լավ թող մեզ քննադատեն, բայց ազատ մամուլ եւ ազատ խոսքը լինեն, ուղղակի կուզեի որ ավելի հաշվետվողական եւ պատասխանատու լինի թե մամուլը, թե հասարակական գործիչները իրենց ասածների եւ արածների համար, որտեղ օրինակի համար շատ մարդիկ չսպասելով մինչև մեր մամլոասուլիսը մեզ սկսել են մեղադրել նրանում, թե մենք չենք բարձրացրել ռազմագերիների հարցը։ Մինչդեռ դա մենք բարձրացրել ենք մինչև մեր գնալու ընթացքում պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, փորձագետների հետ հանդիպման ժամանակ եւ դա ընդհանրապես մեր այսպես հիմնադրույթային խոսակցություններից մեկն էր եւ իմ կարծիքով մենք քայլ առաջ առնվազն արել ենք այդ խոսակցության մեջ եւ մոտեցրել ենք այն օրը, երբ որ մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան, բայց օրինակ համար այն մարդկանցից եւ այն լրատվականներից եւ ոչ մեկը, որը որ մինչեւ այդ նման ապատեղեկատվություններ տարածել, թե մենք այդ հարցերը չենք բարձրացրել, ոչ հերքում տարածեց, ոչ ներողություն խնդրեց իր արած անպատասխանատու հայտարարությունների համար։ Այսինքն խոսքս ինքը վերաբերում է ոչ թե որևէ կերպ սահմանափակելուն մամուլի ազատությունը, այլ պատասխանատվությանը։ Գիտեք, սեփական ասածների եւ արածների համար պատասխանատվությանը։ Ես պատասխանատու եմ իմ ասածների եւ արածների համար, եւ երբ որ օրինակ ես որևէ հրապարակային սխալ բան եմ ասում, ես դրա համար հերքում եմ տարածում եւ ներողություն եմ խնդրում։ Եվ շատ լավ կլիներ, որպեսզի նմանատիպ պրակտիկա կիրառվեր նաեւ հակառակ կողմում։ Հիմա ինչ վերաբերվում է ձեր բուն հարցին, կար նմանատիպ իրավիճակ Ադրբեջանում, ամեն դեպքում կար։ Եվ մեր հետ կապված եւ մեր գործընկեր ուրեմն մեր ադրբեջանցի գործընկերների հետ կապված, օրինակ երբ որ իրանք ստեղ էին ուրեմն տարբեր մասնակիցների նախկինում արած հայտարարությունները կամ ուրեմն արած գործողությունների վերաբերյալ մամուլում եղան բազմաթիվ մեկնաբանություններ, հրապարակումներ, երբ որ մենք էինք այնտեղ առանձին տելեգրամ ալիքներ կամ լրատվականներ հիմնականում ռուսալեզու եւ Ռուսաստանի հետ առնչվող լրատվականներ օրինակ համար սկսել են մեջբերել 20 թվականի պատերազմի ժամանակ իմ արած հայտարարությունները։ Դե պարզ է, ես ինչ հայտարարություններ եմ արել 20 թվականի պատերազմի ժամանակ, կռվի ժամանակ ընդհանրապես փլավ չեն բաժանում, մոտավորապես են մեկնաբանությամբ դուք սրանց հետ եք ուզում խաղաղություն կառուցել։ Այսինքն ցանկացած պարագայում, եթե լրատվականը կամ որևէ քաղաքական ուրեմն կոնյունկտուրայի ներկայացուցիչ ցանկանում է գտնել հակափաստարկ խաղաղության գործընթացի եւ դրա մասնակիցներին ինքը դա կգտնի։ Գիտեք, անցնող 30 տարիների ընթացքում ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում չկա քիչ թե շատ հասարակական գործունեությամբ զբաղված մարդ, որ հակա չի եղել Հայաստանում Ադրբեջանին, Ադրբեջանում Հայաստանին։ Դուք չեք գտնելու նման մարդ։ Խոշորացույցով եմ անկակ, չեք գտնելու նման բան։ Բայց ես հատկապես 20 թվականի շրջափակման փուլում իհարկե այդ ամեն ինչը բնականաբար դա ոչ մեկիս համար անհետևանք չի անցել եւ ինձ մեկ ուղղակի ապշեցնում է մարդկանց ինքնավստահությունը, որոնց թվում է թե իրանք, չգիտեմ, ավելի հայրենասեր են կամ ավելի ցավալի է իրանց համար այն ամեն ինչը, քան մեզ համար։ Բայց գիտեք, էմոցիաներով առաջնորդվելով որևէ տեղ չես հասնի եւ մարդ պետք է պատասխանատվության զգացում ունենա ու կարողանա հասկանալ ճիշտը որն է, սխալը որն է եւ որն է ելքը, այսպես ասենք, հա, ստեղծված իրավիճակից։ Ու քաջություն ունենա առերեսվելու այդ ելքի հետ, անկախ նրանից թե այդ ելքը իրեն դուր է գալի, թե դուր չի գալիս։
Հիմա վերադառնանք իրադարձությունների ժամանակագրությանը ու սկսենք երևի 2025-ի հունվարի 14-ից, երբ ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ ստորագրվեց ռազմավարական բնույթի կանոնադրություն, եւ այստեղ Հայաստանում շատ մեկնաբանություններ եղան, որ հեռացող վարչակազմի հետ այդպիսի փաստաթուղթ ստորագրելը ոչինչ չի տալու։ Հիմա գրեթե 1 տարի անց, երբ նայում ենք, ինչ փոխեց, թե չփոխեց այդ ստորագրությունը։ Դա հիմա հետահայացիվ նայում ենք, դրանք դմբլո մեկնաբանություններ էին, երբ որ ասում են, թե սա ոչ առ ոչինչ փաստաթուղթ է, սա հեռացող ադմինիստրացիայի հետ փաստաթուղթ է, որտեղ փաստացի ծայրահեղ հակառակ ադմինիստրացիայի հետ մենք կնքեցինք 3 փաստաթուղթ երկկողմանի տրամաբանության մեջ եւ 1 շատ կարեւոր փաստաթուղթ երակողմ տրամաբանության մեջ, որոնք ըստ էության էլ ավելի խորացրեցին այն փաստաթուղթը, որը որ մենք ստորագրել ենք հեռացող ադմինիստրացիայի հետ, այսինքն երկու ծայրահեղ տարբեր ադմինիստրացիաների հետ մենք խորացրել ենք, երկուսի հետ մենք խորացրել ենք Հայաստանի Միացյալ Նահանգների հարաբերությունները, ու դա չափազանց կարևոր արձանագրություն է այն առաջնահերթության տրամաբանության մեջ, որը որ Հայաստանի իշխանությունը հայտարարել է իր արտաքին քաղաքականության մեջ, այն է բազմազանեցման, դիվերսիֆիկացիայի արտաքին քաղաքականությունը, որովհետև Միացյալ Նահանգները դա բնականաբար այն գործընկերն է, որի հետ ես կարծում աշխարհում ցանկացած պետություն կցանկանար եւ ցանկանում է հնարավորության դեպքում իր քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական հարաբերությունները խորացնել։ Մենք այս բոլոր 3 ուղղություններով ստորագրել ենք բավականին կարևոր փաստաթղթեր եւ օգոստոսի 8-ին եւ հունվարին, որոնց ամբողջական իրացման պարագայում մենք խոսենք բոլորովին այլ բնույթի հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Ընդ որում դա ոչ միայն թրիփն է, սա շատ կարևոր է արձանագրել, դա էներգետիկայի ոլորտում համագործակցությունն է, հատկապես միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, դա կիսահաղորդիչներն են եւ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունը եւ ընդհանրապես կոմունիկացիաների ու Հայաստանում ինտեգրված սահմանային վերահսկողության համակարգի կայացման գործում համագործակցությունն է։ Կրկին վերադառնալով ժամանակագրությանը, հունվարին ստորագրվեց ու թվում էր ինչ որ տեղ պետք է դա ապահովության երաշխիքներ նաև բերի, բայց գարունը բավական լարված էր։ Գուցե հեռուստադիտողներից շատերը հիմա այնքան էլ պարզորոշ չհիշեն, բայց առավոտները կրկին տագնապով էին կարթնանում, որովհետև օրվա մեջ մի քանի անգամ հերքում էինք ադրբեջանական պաշտպանության նախարարության լրահոս կրակոցների մասին, զուգահեռ Սյունիքում նաև թիրախավորված կրակոցներ էին լինում։ Արդյոք Ամերիկայի միջնորդությամբ բեկվեց հնարավոր էսկալացիայի վտանգ։ Ես կարծում եմ հնարավոր էսկալացիայի վտանգը նախ բեկվեց Աբու Դաբիի հանդիպման միջոցով, երբ որ կողմերը երկկողմ տրամաբանության մեջ կարողացան հաղթահարել գրեթե բոլոր տարաձայնությունները բացառությամբ մեկի, բացառությամբ կոմունիկացիաների հարցում եղած տարաձայնությունների, որը հետագայում նաև լուծվեց Վաշինգտոնում։ Բայց գիտեք, վերջին 1 տարվա պատմությունը դա հայ-ադրբեջանական դեէսկալացիայի պատմություն է։ Ես հիշում եմ մենք 23-ին եւ 22-ին ինչից էինք անհանգստանում եւ ինչից էինք սրտնեղում եւ ինչ էինք մտածում, հա, ընդհանրապես։ Հիշում դա ինչ եղավ 24-ին եւ 25-ին, այսինքն վերջին 2-3 տարիներ եւ հատկապես վերջին 1 տարին դա շարունակական դեէսկալացիայի պատմություն է։ Հիմա ըստ էության մենք բողոքում ենք, որ բավականաչափ արագ չի գնում կարգավորման process-ը։ Իսկ ընդամենը 1 տարի առաջ բավականին լուրջ եւ բավականին հավանական էր պատերազմի հավանականությունը։ Նույնիսկ 1 տարի էլ չի, ավելի քիչ։ Ավելի քիչ, այո։ Այսինքն իհարկե պետք է անընդհատ ձգտել ավելին, պետք է գնալ դեպի կարգավորում, մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի եւ հետո չվավերացվի պարլամենտների մասին, ընդհանրապես որևէ հանգստության մասին խոսալ պետք չէ։ Ձեզ ասեմ ավելին, խաղաղության պայմանագիրը պետք է դիտարկել որպես իրական խաղաղության կառուցման մեկնակետ, ոչ թե վերջնակետ։ Սա շատ կարևոր այսպես խոսույթ է եւ մտակառուցվածք է, որ մենք որոշ պետք է մեր մեջ ունենանք, որ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ սկսվելու է իրական խաղաղության կառուցումը, ոչ թե ավարտվելու է այդ խաղաղության կառուցումը։ Սա շատ կարևոր է։ Բայց իրադարձությունները զարգացել են անցնող 12 ամիսների ընթացքում շատ արագ եւ ես օրինակ եմա տարվա սկզբին եւ ամառվանից հետո տարածաշրջանը փոխվել է անճանաչելիորեն, այսինքն 30 տարի շարունակ գոյություն ունեցած բազային կարգավորումները տարածաշրջանի սկսել են փոխվել։ Ու շատ-շատերը չեն հասցնում դրանց հետևից, թե փորձագետների մասին է խոսքը, թե պետությունների մասին է խոսքը, թե քաղաքական գործիչների մասին է խոսքը, որտեղ ես շատ հաճախ սկիզբ եւ վերջ իրադարձությունների ընթացքը կարող է տարբեր են, եւ ես շատ հաճախ տեսնում եմ, որ օրինակ համար մարդիկ, կազմակերպություններ, պետություններ վերլուծում են նախաօգոստոսյան կամ նույնիսկ նախահունիսյան այսպես տրամաբանության եւ կառուցվածքի սեթինգի մեջ ու չեն հասցնում տեղավորվել նոր իրականության մեջ, իսկ իրականությունը շատ արագ է փոխվում։
Բայց որպեսզի այսօրվա իրականությանը հասնենք, չպետք է նաև մոռանանք, թե որ կետից եկանք։ Բնականաբար։ Մենք այն կետում էինք, երբ այդ կրակոցների լրահոսի հետ զուգահեռ ունեինք խաղաղության պայմանագրի 10-ից ավելի խմբագրվող տարբերակ եւ երկու չհամաձայնեցված կետ ու անսպասելի նաև հայ հասարակության համար հայտարարվեց առաջին ադրբեջանական կողմից, որ Հայաստանը համաձայնել է նաև այդ երկու կետին։ Դա եւս էսկալացիայի վտանգը չեզոքացնելու քայլ էր։ Բնականաբար, դա հայկական կողմից բավականին կարևոր ուրեմն նախաձեռնություն էր խաղաղությունը մոտարկելու ուղղությամբ։ Իդեպ մեր վերլուծական կենտրոնը բավական տևական ժամանակ էր հենց այդ խորհրդատվությամբ հանդես գալիս, որ ուղղակի միակողմանիորեն համաձայնվել վերջին երկու կետերի ադրբեջանական խմբագրությունը եւ ունենալ պատրաստի տեքստ եւ մեր գնահատմամբ դա էականորեն առաջ էր տանելու կարգավորման գործընթացը եւ հետահայաց իմանալով մեր գնահատականը ճիշտ էր։ Հակառակ դեպքում Աբու Դաբիի երկկողմ հանդիպում Աբու Դաբին չէր լինի, իսկ եթե Աբու Դաբին չլիներ, չէր լինի նաեւ Վաշինգտոնյան դեկլարացիան եւ չէր լինի անհամեմատ ավելի կայուն եւ խաղաղ իրավիճակը, որը որ կա հիմա։ Այս առումով այո, հայկական կողմի նախաձեռնությունը չափազանց կարևոր էր եւ այն, գիտեք, նույնիսկ ես կասեի ինչ որ չափով բավականաչափ չգնահատված իրադարձություն է թե հակառակ կողմի Ադրբեջանի կողմից եւ թե միջազգային հանրության կողմից, հատկապես երբ որ ես պարբերաբար լսում եմ, որ Ադրբեջանը փորձում է այսպես խաղաղության գործընթացի դափնիները միայնակ վերցնել, ասել, որ այ Ադրբեջանի նախաձեռնած խաղաղության գործընթաց եւ այլն եւ այլն, որևէ կերպ, գիտեք, հիմա այս թեմայի մեջ մրցակցություն չմտնենք հենց նախորդ թեման չմարսած, բայց խաղաղությունը մենակով չեն կառուցում, խաղաղությունը կառուցում են երկուսով եւ միայն այն գիտակցումը, որ մենք այս նավի մեջ միասին ենք, մենակ դա է մեզ բերելու խաղաղության։ Այդ ընթացքում ամենակննարկվող ու թերևս անհանգստացնող հարցը այն էր, որ այդ կետերից մեկը վերաբերում էր ԵՄ դիտորդներին։ Ու թվում էր, թե համաձայնելուց հետո անմիջապես ԵՄ դիտորդները դուրս են գալու։ Արդյոք այսօր դեռ շարունակում է այդ կետի հարցը մնալ մտահոգիչ։ Ես չեմ կարծում, որ այդ կետի հարցը մտահոգիչ է, վերջո ԵՄ դիտորդական առաքելությունը ինքը գործիք է, ոչ թե նպատակ։ ԵՄ դիտորդական առաքելությունը մնալու է հայ-ադրբեջանական սահմանին այնքան ժամանակ, քանի դեռ չի ստորագրվել եւ վավերացվել խաղաղության պայմանագիրը, իսկ դրա ստորագրումից եւ վավերացումից հետո իմ կանխատեսմամբ եւ իմ վերլուծության համաձայն ինքը չի հեռանալու Հայաստանից, ինքը հեռանալու է սահմանային գոտուց եւ Հայաստանն ու Եվրոպական միությունը բանակցելու են կամ վերաբանակցելու են դրա մանդատի թարմացումը։ Ես կարծում Հայաստանում հարյուրավոր գործեր կան, որոնցում ԵՄ առաքելությունը կարող է ներգրավված լինել, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումները ձեզ օրինակ։ Տեղափոխվենք Աբու Դաբի։ Զրույցի սկզբում նշեցիք, որ դա ձեզ համար առաջնային իրադարձություններից մեկն էր անցնող տարվա։ Ինչու՞։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ դա առաջի անգամն էր, երբ որ կողմերը երկկողմանի բանակցությունների արդյունքում հաջողություն գրանցեցին, դա առաջի անգամն էր, երբ որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններից սկսեց միջպետական հարաբերությունների հոդ գալ, եթե կուզեք, որտեղ բավականին ներկայացուցչական պատվիրակություններ էին, բանակցություններ էին, այդ բանակցությունները տալիս էին իրենց արդյունքները եւ ինչպես նշեցի, բացի մեկ հարցից մնացած բոլոր հարցերի շուրջ հնարավորություն եղավ Աբու Դաբիում գալ համաձայնության ընդհանուր հայտարարի։ Եվ այդ վերջին հարցն էլ ըստ էության եղավ նաև ընդհանուր ըմբռնում երրորդ կողմի մասնակցության վերաբերյալ եւ Աբու Դաբից Վաշինգտոն ամեն ինչը կազմակերպվեց բավականին արագ ըստ էության։ Դրանում ինչքանով նպաստեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձերը։ Այն, որ Հայաստանի համար առնվազն նույնքան կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչքան Ադրբեջանի հետ խաղաղությունը, ինձ թվում է դա ակնհայտ է, դա որևէ մեկի համար նորություն չի լինի։ Ես նույնիսկ կզարմանամ արդեն, եթե դեռ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հարցականի տակ են դնում Հայաստանի համար հայ-թուրքական սահմանի բացման կարևորությունը, այսքան խոսալուց, այսքան քննարկելուց հետո, եթե դեռևս կան նման մարդիկ, դա իհարկե զարմանալի համառության ցուցիչ կլինի։ Գիտեք, շատ հեռու գնալ պետք չէ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի, չգիտեմ, եվրոպական ինտեգրացիայի, արևմուտքի հետ մեր հարաբերությունների խորացման տրամաբանության մեջ այդ ամեն ինչը հնարավոր է միայն մեկ պարագայում, եթե բացի հայ-թուրքական սահմանը։ Հայաստանին եւ Եվրոպային պետք են ընդհանուր ուրեմն ճանապարհներ, կոմունիկացիոն ուղիներ, այսպես իրար հետ կապի եւ ներգրավվածության խողովակներ ու ուղիներ եւ դա հնարավոր է միայն Թուրքիայի տարածքում, մեր աշխարհագրությունն է այդպեսին։ Վրաստանը թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ խնդիրներ ունի այս խոսակցության մեջ։ Իսկ այս պարագայում մենք ըստ էության բեռը դնում ենք Երևանում երկաթգծի վրա, այդ երկաթգծով առանց մոդուլ փոխելու, առանց որևէ փոփոխության ինքը հասնում է Բեռլին։ Տեղափոխվենք Վաշինգտոն։
այդ օրերին հասարակությունը երկու մասի էր բաժանվել, մի մասը ցնծում էր այդ փաստաթղթով, մի մասը դրա տակ շատ մեծ վտանգներ էր տեսնում։ Ճիշտ է, դուք անդրադարձաք արդեն այդ փաստաթղթի կարևոր բաղադրիչներին, բայց ձեր գնահատմամբ արդյոք սահմանագից քաշվեց օգոստոսի 8-ից առաջ եւ հետո իրադարձությունների ընթացքում։ Միանշանական որ սահմանագից է քաշվել եւ ինչքան ավելի շատ խոսվի եւ ինչքան ավելի շատ կառուցվի այդ սահմանագծի վրա, այնքան այդ սահմանագիծը ավելի էական եւ հատկանշական կդառնա։ Նախ դա խաղաղության մասին հռչակագիրներ, երկրորդը դա TTIP պայմանագիրներ եւ երրորդը դա 3 հայ-ամերիկյան հռչակագրերն էին, որոնք բոլորները չափազանց կարևոր էին։ Դեկլարացիան առաջին խոշոր փաստաթուղթն էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, նույնպես չափազանց կարևոր մի իրադարձություն, որովհետեւ տեքստը ըստ էության վերջնականապես համաձայնեցվեց, այլևս փոփոխման ենթակա չէ եւ ես ճիշտ ասած չեմ բացառում հնարավորություն, որ մինչև Հայաստանում հունիսին խորհրդարանական ընտրությունները այդ խաղաղության պայմանագիրը կարող է նաև ստորագրվել, թողնելով հետագային ուրեմն խորհրդարանական բավերացման գործընթացը։ Սա առաջինը եւ երկրորդը, գիտեք, ես կարծում եմ կողմերի մոտ եղավ միմյանց մասին մտավոր կոնստրուկտների փոփոխություն, որտեղ դրանից հետո մենք տեսնում ենք բոլորովին այլ որակավորումներ, բոլորովին այլ խոսակցություններ, բոլորովին այլ բովանդակություն միջպետական հարաբերությունների եւ ի վերջո խոսակցության սկզբում ձեր կողմից նշված քաղաքացիական հասարակությունների փոխադարձ այցերը նույնպես հնարավորություն դարձան բացառապես Վաշինգտոնյան գործընթացի տրամաբանության մեջ։ Բայց զուգահեռ այդ կառուցողական տարբեր մոտեցումներին նաև խոսույթում երբեմն լինում են այնպիսի ձևակերպումներ, որոնք կրկին բարձրացնում են աղմուկ։ Ինչի համար է դա արվում ադրբեջանական կողմից նաև այսօր։ Այստեղ բազմաթիվ բացատրություններ կարող են լինել։ Ես եթե շատ པարզ եւ շատ ժամանակ հնայող տրամաբանության մեջ ասեմ, ես կարծում եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին, պատրաստվում է եւ խաղաղության սցենարին, եւ ոչ խաղաղության, ոչ պատերազմի սցենարին եւ պատերազմի սցենարին։ Այնպես չի, որ ինչ-որ մեկին, օրինակ խաղաղությանը պատրաստվում է ավելի քիչ, քան մյուս երկուսին։ Ես կարծում եմ ինքը միաժամանակ բոլոր 3 հնարավոր սցենարներին իր ուժերի ներածին չափով պատրաստվում է եւ դա նորմալ է եւ նորմալ է, որ Հայաստանն էլ նմանատիպ քաղաքականություն վարի եւ պատրաստի բոլոր հնարավոր սցենարներին։ Դա պետության գործն է ըստ էության։ Եվ այն բոլոր կոնտր նարատիվները, որոնք որ իրենք ստեղծել են, եւ ըստ էության չեն էլ թաքցնում, որ իրենք դրանք ստեղծել են Հայաստանի նարատիվներին ի հեճուկս կամ հակառակ կամ հայլային տրամաբանության մեջ, այ մենք խոսում ենք Լաչինի միջանցքից, իրենք խոսում են Չակերտավոր Զանգեզուրի միջանցքից, մենք խոսում ենք Արցախահայերի վերադարձ իրավունքից, իրանք դրան հակառակ ստեղծեցին այդ կոնտր նարատիվը Չակերտավոր Արևմտյան Ադրբեջանի նարատիվը եւ այլն եւ այլն։ Չնայած համադրելի չեն։ Չնայած համադրելի չեն, եւ այստեղ խոսքը համադրելիության մասին չի, այստեղ խոսքը նրա մասին է, թե այդ գործիքը ինչի համար է ստեղծվել եւ ոնց է օգտագործվում։ Բնականաբար համադրելի չեն։ Հարցը նույնպես եմ ասում, դա չի։ Հարցը այն է, որ իրանք շատ ակնհայտորեն այդ գործիքը ստեղծել են այդ նարատիվին հակադրվելու եւ այդ նարատիվին փորձելու հավասարակշռելու համար։ Այս առումով օրինակի համար ինչ որ հայտարարել է Հայաստանի վարչապետը, որ միաժամանակ հրաժարվենք երկու խոսույթներից էլ, ըստ էության իմ ընկալմամբ առնվազն նկատի ունենալով պետական դիսկուրսը, որտեղ ես մի քիչ չեմ պատկերացնում ոնց կարող ենք դա Հայաստանում ստիպել ինչ-ինչ լրատվականների կամ ինչ-ինչ քաղաքական շրջանակների հրաժարվել դրանից, ես դա ռեալիստական չեմ համարում, ռեալիստականը բնականաբար պետական աջակցություն եւ պետական մասնակցությունը դրան։ Կարևոր է, որ այդ առաջարկությունը լինի ոչ թե միայն բանավոր առաջարկություն, այլ նաեւ դրա ուղղությամբ աշխատանք տարվի, դրա ուղղությունը սպասարկվի եւ այս բոլոր խոսակցությունների մեջ բնականաբար ամենակարևոր հանգրվանը դա 26 թվականի հունիսի ընտրություններն են։ Տեղափոխվենք Եվրամիություն։ Ինչ կփոխի նոր օրակարգը, քանի որ արդեն իսկ մենք 1 տասնամյակ էլ օրակարգ ունենք ձևավորված, հիմա այս նոր օրակարգը ինչ կփոխի, որակական ինչ փոփոխություններ կբերի եւ արդյոք բնակիչները, քաղաքացիները այդ փոփոխությունը կզգան թե չէ։ Բնակիչների եւ քաղաքացիների համար ես կարծում եմ ամենաէական եւ ամենաշոշափելի փոփոխությունը լինելու է վիզա լիբերալիզացիայի գործընթացը, որը նույնպես այս տարի սկսվեց եւ գործողությունների ծրագիրն ըստեյության այլևս հանձնված Հայաստանի Հանրապետությանը ու ծայրահեղ ակնհայտ է, թե մենք ինչ տնային աշխատանք ունենք անելու։ Ու սա կրին լավագույն ցուցիչը, թե ինչքանով է Հայաստանը լուրջ տրամադրված Եվրոպական միության հետ իր հարաբերությունները խորացնելու, զարգացնելու։ Սրանք շատ հստակ գործողություններ են, որոնք Հայաստանը պետք է անի, դա համընդհանուր առողջական ապահովագրությունն է, դա բիոմետրիկ անձնագրերն են, մի քանի տնային աշխատանքներ, որոնք Հայաստանը պետք է անի։ Ընդ որում այդ ռեֆորմները, ես ասեմ, եվրոպացիների սիրուն աչքերի համար չեն, դրանք մեզ որպես պետություն, որպես հասարակություն իրականում ծայրահեղ անհրաժեշտ փոփոխություններ են ապահովելու համար կայուն զարգացում եւ այսպես առողջ ուրեմն հարաբերությունների համակարգ հասարակության ներսում։
Եվ սա այն փոփոխությունն է, որը հասարակությունը միանգամայն այսպես առաջին ձեռքից կզգա։ Ինձ մասնագետները ասում են, որ 2-3 տարվա ընթացքում ամբողջությամբ իրատեսական է ամբողջ անհրաժեշտ տնային աշխատանքների բազան անելու եւ գնալու վիզա լիբերալիզացիայի ուղղությամբ։ Իսկ ինչ վերաբերվում է օրակարգին, պետքա ձեր հետ արձանագրենք, որ այդ օրակարգի ընդունմամբ Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները ըստ էության հասցվել են հնարավորի առաստաղին։ Այսինքն մենք հասել ենք մի կետի, որը որ առնվազն փաստաթղթային տրամաբանության մեջ այն առավելագույնն է, ինչ որ կարող է լինել Հայաստանի եւ Եվրոպական միության միջև, քանի դեռ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որտեղ հնարավոր չէ ունենալ սրանից ավելին, այսինքն մաքսային միություն, ազատ առևտրի ուրեմն համաձայնագիր Եվրոպական միության հետ, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ այս ուրեմն մակարդակի իմպլեմենտացումից հետո, այսինքն այն պայից, որ մենք տնային աշխատանքը, որը որ մեր վրա վերցրել ենք, մենք կանենք եւ կասենք, որ ինչ որ մենք պայմանավորվել ենք, մենք իրացրել ենք, ըստ էության Հայաստանի արչեւ դիլեմա է առաջ գալու Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միջև ընտրություն կատարելու, բայց նորից եմ ուզում կրկնել, ինձ համար այս ամբողջ պատմության մեջ ամենաեական հետեւյալն է, ինչպես է Հայաստանը պատրաստվում եւ տնային աշխատանք անում այդ դիլեմայից առաջ։ Իսկ արդյոք դիլեմա չի առաջանում, երբ մենք զուգահեռ ռազմավարական բնույթի փաստաթղթեր օրինակ կնքում ենք Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ, հասարակության մի որոշ մաս ասում է, որ այդպիսի գործելակերպի արդյունքում մենք ոչ միտեղ չենք հասնի։ Այս մենք ուր ենք ուզում հասնենք, մենք դա որոշել ենք։ Գիտեք, ես կարծում եմ, այս պայծրությամբ հնարավորությունների ուրեմն աճը եւ բոլոր գործընկերների հետ, որոնք որ պատրաստ են մեր հետ աշխատել հարաբերությունների զարգացումը, դա ճիշտ մարտավարություն է եւ հաջորդ փուլում, հաջորդ այսպես պատմական ֆորմացիայում, երբ որ մենք մեր արժեվ դրած ռազմավարական նպատակ կունենանք ինչ որ միտեղ հասնելու, շատ կոնկրետ տեղ հասնելու, այդ ժամանակ նոր ես եւ դե կհամաձայնեմ այդ քննադատության հետ, բայց ես կարծում եմ մենք դեռևս ունենք բավականին լուրջ տնային աշխատանք անելու, մեր կախվածությունները կառավարելի դարձնելու նրանից առաջ ինչ որ դուք ասում եք։ Այդ ինչ են ասում համատեքստում ներքաղաքական գործընթացներից խոսենք, ինչքանով են դրանք համընթաց մեր արտաքին քաղաքականությանը եւ ինչքանով են հակակշռում։ Ես շատ այսպես ընդհանուր եւ կարճ կպատասխանեմ ձեր հարցին։ Մենք Հայաստանում ունենք մի շատ մեծ խնդիր, դա ժողովրդավարական, ընտրվելու ունակ, adekvat, ռացիոնալ, բանական ընդդիմության բացակայությունն է։ Եվ սա Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման տրամաբանության մեջ այլևս դարձել է ամենամեծ խնդիրը։ Հայաստանում չկա գործող իշխանությանը այլընտրանք հանդիսանալու ունակ, նույնիսկ եմ կրկնում, ժողովրդավարական, ռացիոնալ, ընտրվելու ունակ, իրենից լուրջ ուժ ներկայացնող քաղաքական միավոր, թիմ, նախաձեռնություն, կուսակցություն, որը ես կկարողանամ կոչել ընդդիմություն։ Եվ մնացած բոլոր խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք Հայաստանի ներքաղաքական կյանքի տրամաբանության մեջ, այսպես թե այնպես կապված են այս հիմնարար խնդրի հետ։ Եվ ես կարծում եմ, որ 26 թվականին, չգիտեմ, եթե 26-ին չլինի 27 թվականի եւ ընդհանրապես առաջիկա ժամանակահատվածում սա մեր ներքաղաքական կյանքի հարցերի հարցն է, ամենամեծ խնդիրն է։ Երբ որ մարդիկ Հայաստանում խոսում են իշխանափոխության մասին, ես կարծում եմ դա անլուրջ խոսակցություն է, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել ընդդիմափոխություն։ 2025-ի հունվարը երբ սկսվում էր, անորոշությունները շատ էին։ 2026-ի հունվարին որոշակիություններ արդեն ունենք։ Այդ ձեր դիտարկմամբ առաջնահերթությունները որոնք պիտի լինեն այս տարվա ընթացքում։ Նորից դեռևս շատ են անորոշակիությունները եւ դրա մեջ սարսափելի բան չկա, աշխարհն է այս պայծրությամբ գտնվում նման պատմական փուլում։ Գիտեք, չինական ասացվածքը, որ մեկը-մեկին անիծում է, ասում է, ես քեզ ցանկանում եմ, որ դու ապրես փոփոխությունների ժամանակաշրջանում։ Հիմա մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, գլոբալ, տարածաշրջանային, ներհայաստանյան տրամաբանության մեջ։ Եվ երբ որ ասում եք, թե ինչ պետք է ակնկալենք եւ ինչն է կարեւորը լինելու առաջիկա տարվա ընթացքում, դա բնականաբար հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրությունն է, դրա հետագա վավերացումն է։ Եթե ես ճիշտ եմ ընկալում իշխանությունների վարած ուրեմն այսպես հրետորաբանությունը, ապա Հայաստանում սպասվում է նաև նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ ռեֆերենդում, եթե
գործող ուժը հաղթում է ընտրություններում խորհրդարանական։ Դա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն եւ սահմանի բացումն է, դա Հայաստանի եւ Եվրոպական միության միջև կնքված փաստաթղթերի իմպլեմենտացումն է, իրացումն է, դա TRIP-ի ուրեմն աշխատանք, TRIP-ի շուրջ վերջնական պայմանավորվածություններն են, դետալների տեխնիկական բաղադրիչների եւ դրա շինարարության կառուցման մեկնարկն է, դա հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իմպլեմենտացիան է։ Մեզ ես կարծում եմ ահռելի ուղղակի հսկայական աշխատանք կա առաջիկայում, որ մեզ է սպասում։ Եվ 2026-ի քաղաքական դաշտին հաշվի առնելով որ տոնական օրեր են, ինչ եք ցանկանում։ Լրջություն, adekvatություն եւ աշխատասիրություն։ Շնորհակալություն, զրուցում էի քաղաքագետ, հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ։